Մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց տվեց իր 5-րդ ալիք հեռուստաընկերությանը եւ նա ասում է, որ 2018-ից 2020 թվականներին տպավորություն է ունեցել, որ Հայաստանի իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում էին, որպեսզի Ադրբեջանի հետ պատերազմ հրահրեն։ Սա բառացի մեջ բերում է, Քոչարյանը նաև ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հարցում բանակցություններ իր սեփական կետից սկսելու խնդիր է դրել, մոտ 30 տարվա բանակցային ժառանգությունը ջնջել է։ Քոչարյանը նաև պնդում է, որ պատերազմից խուսափելու հնարավորություն կար, բայց հարգելի գործընկերներ, ես ձեր ուշադրությունը հետևյալ հանգամանքի վրա եմ հրավիրում։ Իրականում ով է Քոչարյանի եւ նրա թիմի խոսույթի հեղինակը։ Չզարմանաք, հարգելի գործընկերներ, եթե ասեմ, որ այս մտավարժանքի հեղինակը Ադրբեջանի նախագահն է։ Այո, այս մեղադրանքը հնչել է ուշադրություն 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, պատերազմի ընթացքում։ Եվ 5 տարի հետո, երբ անցել է Ադրբեջանի նախագահի հարցազրույցից ժամանակ, կարող եմ ասել, որ ըստ էության Ադրբեջանի նախագահը եւ Ադրբեջանը փոխել են իրենց քաղաքականությունը եւ դրա վառ օրինակը դեմարկացված եւ դելիմիտացված խմբի ձևավորումն է, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այլևս գոյություն ունի դեմարկացված եւ դելիմիտացված սահման, երկրորդ, որ խաղաղության օրակարգի շուրջ Ադրբեջանը կամք է ցուցաբերում եւ բանակցությունները շարունակում են, երրորդ, որ այս համատեքստում արդեն օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրի նախաստորագրումն է տեղի ունեցել Վաշինգտոնում, բայց 5 տարի հետո Ադրբեջանի նախագահի մեղադրանքները վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերահասցեագրելու համար ցավոք երբևէ Հայաստանի նախագահի բարձրագույն պաշտոնը զբաղեցրած անձը հարմար այլ ժամանակ չի գտել, քան այն օրը, երբ Բաքվում տեղի ունեցել ռազմական շքերթ։ Եվ իդեպ նրա հաջորդն էլ ոդքասթի 7-ժամյա մենախոսության օր էր ընտրել նոյեմբերի 7-ը։ Սա էլ լավագույն ցանկության դեպքում պատահականություն դժվար է համարել, ահա Հայաստանի երկու նախագահների բարոյալ լքվածության ապացույցը կրկնել 5 տարի առաջվա խոսույթը Ադրբեջանի նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար դժվար օրով նրան կրկին սպառնալ եւ իհարկե կատարել երրորդ երկրի հրահանգը ցավալի է, բայց փաստ, բայց այն թեզերը, որոնք մեր քաղաքական ընդդիմությունը մեջ է բերում, դրանք սպանված են եւ սպանված են Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից։ Շնորհակալություն։ Թադևոս Ավետիսյան։